Բարի եւ օրհնյալ օր, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի զորավոր եւ սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Աստվածաշնչում ասվում է Հիսուսի մասին եւ Հիսուսն ինքն է այս բառերը կրկնում Ղուկաս ավետարանի 4 գլխի 18-ից 19 խոսքերում. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց և ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին տեսողություն տալու, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Շնորհակալ ենք Հայր Աստված, շնորհակալ ենք Հիսուս Աստված, որ դու եկար մեզ ազատելու, սրտով կոտրվածներին բժշկելու, հոգևոր գերության մեջ գտնվողներին ազատելու, հոգևոր կուրություն ունեցողներին տեսողություն տալու։ Տեր ջան, ես հիմա այսօրվա դասը բերում եմ քո առաջ ու խնդրում եմ Տեր, որ դու գործես ու բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում, ում համար դեռ քո խոսքը չի բացվել կամ խորությամբ չի բացվել, մեզ գերությունից ազատես, բացես մեր միտքը, քանդես կապանքները, Տեր, որպեսզի մենք գանք քո լույսի մեջ, գանք քո ազատության մեջ, Տեր ջան, որ քո խոսքը ընդունենք և լինենք ազատագրված մարդիկ քո փառահեղ ձեռքում։ Սաղմոս 53-ի 6-րդ խոսքում ասում է. այն օրը, որ ես իմ ժողովրդին կազատագրեմ գերությունից, թող Հակոբը ցնծա և Իսրայելը ուրախանա։ Հիսուս, քեզանով մենք Հակոբի սերունդներն ենք, քեզանով մենք դարձել ենք հոգևոր Իսրայելը։ Խնդրում եմ, ազատի մեզ գերությունից, օգտագործի այսօրվա դասը ամեն քարոզ, և դու, Տեր Աստված, քո խոսքը, դու ես փրկիչը, և գերությունից ազատի, ու թող գա մեր կյանքերում ցնծություն, ուրախություն, տեսնելով քո փրկությունը, որ կգա մեր կյանք, և նրանց կյանք, ում համար քարոզում ենք, ում Աստծո խոսքը տարածում ենք, Տեր։ Հիսուսի անունով եմ աղոթում և հավատում եմ քո զորությանը, քո հավատարմությանը, քո անկողմնակալությանը, քո սիրուն և քո շնորհին, Տեր։ Շնորհ արա, Տեր, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա մենք վերադառնում ենք Թոմաս Ջոնսոնի կռապաշտություն դարերի մեղքը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը, բայց այսօր ընթերցելու ու մեկնաբանելու փոխարեն մենք ամփոփելու ենք երկրորդ գլուխը, ոնց որ սովորելու հարցեր ենք տալու, ինքնակննելու ենք, մեկ սցենար ենք քննելու, որպեսզի այն, ինչ որ լսել ենք, սովորել ենք, կարողանանք ավելի խորությամբ հասկանալ, մեր կյանքերը քննել, որ այս ամենը կարողանանք կիրառել, որտեղ ազատագրումը գալիս է, երբ որ մենք Աստծո խոսքը կիրառում ենք, թե չէ միայն լսելը մեզ օգուտ չի տալու։ Ու որպեսզի կարողանաք ավելի խորը հասկանալ, նախկին դասերը լսեք, ովքեր չեն լսել, լսեք, սա կարևոր է։ Սա մեր ազատության համար է, որպեսզի մենք կռապաշտությունից ազատվենք։ Ուրեմն ամփոփում ենք երկրորդ գլուխը։ Այս 3 դասերը, որտեղ երկրորդ գլուխը 3 առանձին դասերի միջոցով արեցինք, ուսումնասիրեց մարդկային բնության աստվածաշնչյան ըմբռնումը։ Խոսեցինք, թե ինչպես են մարդիկ ստեղծվել Աստծո պատկերով և Հիսուսի կողմից մարդկությանը մարդկանց տրված եզակի հատկանիշների մասին խոսեցինք, որովհետև Հիսուսը մեզ տվեց հատկանիշներ, որ ինքն ուներ, բայց որոշ հատկանիշներ նաև ասեցինք, որ սահմանափակված են մեր մեջ, նույն խորությամբ չունենք, ինչ որ Հիսուսը։ Նաև անդրադարձանք այդ հատկանիշների նպատակին, թե ինչու էր Հիսուսը մեզ տվել այդ հատկանիշները, մասնավորապես անդրադարձանք Աստծուն երկրպագելու և արարչության խնամակալը լինելու գործում մեր դերին։ Սովորեցինք, որ մարդիկ կազմված են ֆիզիկական մարմնից
եւ հոգուց եւ շնչից, որոնք ֆիզիկական չեն։ Դրանց տեսնել, ձեռք տալ, շոշափել հնարավոր չէ։ Եվ որ շունչը դա շնչառությունը չէր, եւ այս ամենը նրա համար էր, որ Աստծուն երկրպագենք, Աստծուն ծառայենք, եւ Աստված նաեւ մեզ օրհնել է, օժտել է երկրպագելու եւ Աստծուն ծառայելու կարողությամբ, որպեսզի արտացոլենք այդպես Աստծո պատկերը, ըստ որի մենք ստեղծված ենք։ Երկրորդ գլխի այս 3 օրվա դասերի նպատակը սա էր. առաջինը հասկանալ Աստծո պատկերով ստեղծված լինելու գաղափարը եւ մարդկությանը մեզ տրված եզակի յուրահատուկ հատկանիշները, որ արարչության ոչ մի այլ տեղ չի երևում։ Երկրորդ բացահայտել այն դերը, որ Աստված կամ դերերը, որ Աստված տվել էր մարդկանց, ու այն նպատակները, որ Աստված ուներ մարդկության համար, հատկապես երկրպագության եւ արարչության խնամակալը լինելու գործում։ Երորդ ճանաչել մարդու հոգու եւ շնչի հոգեվոր հավերժական էությունը եւ այն հետևանքները, որ դրանք ունենում են երկրպագության ու պաշտամունքի վրա։ Քննենք ինքներս մեզ, քննեք ինքներդ ձեզ, թե ինչ եք սովորել այս դասերի ընթացքում։ Առաջինը թվարկեք այն հատկանիշները, որ Աստված տվել է մարդուն, որոնցով մարդը արտացոլում է Աստծո պատկերը։ Այն մի քանիսը, որ դասի ընթացքում նշվել է, իհարկե այդ ցուցակը ամբողջական ցուցակը չէր։ Երկրորդ, քո խոսքերով բացատրի, թե ինչ է նշանակում լինել Աստծո պատկերով ստեղծված, ըստ այս դասի։ Երրորդ, բացատրի, թե ինչու է Աստված տվել մարդկանց իր այդ հատկանիշները եւ որոնք են այդ հատկանիշների նպատակը։ Ինչ երկու կարևոր նպատակի են այդ հատկանիշները ծառայում։ Չորրորդ, նկարագրի այն 3 բաղադրիչները, որից մարդը կազմված է, եւ ինչ դեր են խաղում, ինչ գործառություն ունեն այդ բաղադրիչ մասերը մեր կյանքում եւ Աստծո հետ հաղորդակցվելու գործում։ 5. Բացատրի երկրպագության եւ ծառայության միջև գոյություն ունեցող կապը։ Ըստ այս դասի, ինչու երկրպագությունը ու ծառայությունը անբաժանելի են մարդկանց համար։ Ես իսկապես խրախուսում եմ, որ մենք ժամանակ տրամադրենք եւ մտածենք ու պատասխան տանք այս հարցերին, որտեղ միայն այդ դեպքում մեր մտածածը, մեր սովորածը կհաստատվի մեր սրտում ու մենք կսովորենք կիրառել։ Իսկ հիմա հեղինակը մի սցենար է առաջարկում, որպեսզի քննենք, սովորածի հիմքի վրա լուծում գտնենք ու սովորենք կիրառել մեր սովորածը, որ հետո էլ մեր կյանքում կիրառենք։ Բայց որպեսզի կարողանանք սա անել, նորից եմ ասում, կարիք ունենք բոլոր դասերը լսելու։ Ահա մի այսպիսի կյանքից վերցված սցենարը հեղինակը առաջարկում եւ սցենարում նշված անձը քրիստոնյա է։ Օրինակ չի բերվում անհավատը, բերվում է օրինակ քրիստոնյան։ Եվ այս անձի անունը դնենք Հովանես։ Հովանեսը կրքոտ կերպով նվիրված է իր աշխատանքին եւ գրեթե ամբողջ ժամանակը նվիրում է կարիերայի մեջ առաջխաղացում ունենալուն եւ կարիերայի մեջ հաջողության հասնելուն։ Թեև Հովանեսը հավատում է, որ նման նվիրված կերպ աշխատելով եւ առաջխաղացում ունենալով իր կարիերայի մեջ ինքը այդպես պատվում է Աստծուն, բայց Հովանեսը հազվադեպ է մասնակցում որևէ հոգևոր բանի, օրինակ ընտանեկան աղոթքի կամ աղոթքի ծառայությունների, կամ առանձին նստում Աստծո առաջ, կամ ծառայում աղքատներին կամ անօթևաններին, կամ որևէ այլ բան հոգևոր, բացի կիրակնօրյա եկեղեցի գնալուց։ Միայն կիրակի օրը այդ մի ժամով գնում է եկեղեցի ու գալիս է տուն, ուրիշ ոչ մի
հոգևոր կյանքի մեջ նա ներառված չի։ Հովհաննեսը կարծում է, որ կարիերայի մեջ իր ձեռքբերումները Աստծուն երկրպագելու իր ձևն են։ Ինքը կարծում է, որ այդպես նվիրված, որ աշխատում է, այդպես տրվել է առաջ խաղաց բանը, ինքը այդպես մեծարում ու երկրպագում է Աստծուն։ Բայց միևնույն ժամանակ Հովհաննեսը իր մեջ ունի դատարկության զգացում եւ իրեն Աստծուց կտրված ու հեռու է զգում։ Հաշվի առնելով այս սցենարը եւ ելնելով այս 3 դասերից, եկեք փորձենք 3 հարցի պատասխանել։ Ինչն է, որ կարող է բացակայում է Հովհաննեսի մոտեցումից երկրպագության եւ ծառայության հանդեպ։ Ինչպես կարող է Հովհաննեսը կիրառել հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու գաղափարը իր կյանքում, որպեսզի իր աշխատանքը համապատասխանի, համընկնի իրական երկրպագության հետ եւ աստվածային ճշմարտության հետ։ Եվ երրորդ հարցը, ինչ փոփոխություններ պետք է Հովհաննեսը գուցե մտածի անել, որ ինքը Աստծո հետ ավելի լիարժեք կապ հաստատի, ավելի լիարժեքորեն շփվի եւ հաղորդակցվի Աստծո հետ։ Եթե չեք իմանում պատասխանները, խնդրում եմ հանկարծ ված չզգաք, ինքնադատողության մեջ չընկնեք, այլ նախկին դասերը լսեք, շտապելու բան չունեք, ավելի կարևոր է դանդաղ լսել, նշումներ անել, մտածել, այս սցենարը նորից լսել, քան թե արագ լսենք, անցնենք ու անարդյունք։ Իսկ հիմա հարցեր, որ ինքներս մեզ պիտի տանք, մեր կյանքերը քննելու համար։ Մտածենք այն մասին, թե ինչպես եք ծառայում ձեր առօրյա կյանքում։ Օրինակ, աշխատավայրում, տանը, եկեղեցում, դպրոցում եւ այլն։ Պատասխանեք հետեւյալ հարցերին. արդյոք այդ ծառայությունը համապատասխանում է Աստծուն երկրպագելու ճշմարիտ ձևին, թե հնարավոր է, որ այն կարող է ծառայում է այլ բանի, օրինակ ծառայում է ձեր անձնական շահին, կամ այդպես ծառայելով դուք ձեզ ընդունված եք զգում, վավերացված եք զգում, կարևոր եք զգում եւ այլն։ Ելնելով այս 3 դասերից երկրորդ գլխի, ինչ փոփոխություններ կարող եք կատարել ձեր կյանքի այդ ծառայության մեջ կամ ծառայությունների մեջ, որ դրանք համապատասխանեն երկրպագության Աստծո նպատակին։ Ու հիմա մենք նշելու ենք 4 բան, որ վերցրել ենք այս 3 դասերից, որոնք ինչ որտեղ մասամբ գուցե օգնելու են, որ դուք պատասխանեք այս հարցերին։ Առաջին բանը, որ սովորեցինք ու վերցրեցինք, այն է, որ մարդիկ արտացոլում են Աստծո պատկերը։ Ստեղծված յուրահատուկ հատկանիշներով, մարդիկ արարչագործության միակ մասն են, որ ստեղծված են Աստծո պատկերով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու, առնչվելու եւ երկրպագելու Աստծուն։ Մարդիկ կազմված են 3 մասից։ Մենք երրորդություն ենք՝ հոգի, շունչ եւ մարմին։ Մարդու յուրաքանչյուր մասն ունի հատուկ նպատակ Աստծո նախագծում, որը նպաստում է մեր հոգևոր, մեր էմոցիոնալ եւ ֆիզիկական կյանքին։ Երկրպագության եւ արարչության խնամակալության նպատակը Աստված մարդկությանը նախագծել է, որ երկրպագեն իրեն եւ ծառայեն որպես իր արարչության խնամակալներ, եւ հետեւաբար երկրպագությունն ու ծառայությունը մարդկային էության մասն են, եւ երկրպագությունն ու ծառայությունը փոխկապակցված են եւ անբաժանելի։ Ապրել ըստ պաշտամունքի, ըստ երկրպագության։ Մեր ամենօրյա գործողություններն ու որոշումները երկրպագության արտահայտություն են, իրենք իրենցով երկրպագություն են։ Հարցը նրանումն է, ում ենք մենք երկրպագում, ում ենք ծառայում։ Աստծո նախագծով համահունչ ապրելու համար մենք պետք է գնահատենք
թե ում եւ ինչին ենք ծառայում մեր կյանքի ընթացքում, մեր ամեն օրը, մեր ցանկություններով, մեր գործերով, մեր խոսքերով, մեր որոշումներով, մեր ձգտումներով, ամեն օր եւ ամեն պահ։ Եվ որպեսի մենք այս դասից իսկապես օգուտ քաղենք, ապա խորհուրդ կտամ բոլորիս, որ անգիր սովորենք Կողոսացիների նամակի առաջին գլխի 15-17 հատվածը, որպեսի մեր մեջ ամրապնդենք այն ըմբռնումը, որ Քրիստոսը ամեն տեսանելի ու անտեսանելի բաների արարողն է, ու մեզ ստեղծողը, ու նաև ամեն բան ու մեզ պահպանողն է, մեզ մատակարարողն է, եւ այդպես մեր ինքնությունը, մեր արժեքը ու մեր նպատակը գտնենք ու տեսնենք Քրիստոսի մեջ։ Ահա հատվածը, որ պետք է սովորենք։ Կողոսացիների առաջին գլուխ 15-ից 17 խոսքերը։ Նա, այսինքն Քրիստոսը, աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետև Քրիստոսով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է և չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Երկրորդ, մտածեք Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 21 խոսքի մասին, որ Հիսուսը ասաց, եւ մտածեք, թե ձեր կյանքի որ կողմերն են արտացոլում երկրպագություն եւ նվիրվածություն Աստծո հանդեպ։ Այս խոսքն էլ անգիր սովորեք։ Հիսուսն ասաց, որովհետեւ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մտածեք, ինչ է ասում Հիսուսը, ինչ է սա նշանակում, հաշվի առնելով այն ամենը, ինչ սովորեցինք երկրորդ գլխում այս գրքի։ Երրորդ, գրեք ձեր մտքերը այն մասին, թե ինչպես կարող եք գիտակցաբար համապատասխանացնել ձեր աշխատանքը, ձեր հարաբերությունները եւ անձնական ձեր ձգտումները, ցանկությունները Աստծուն երկրպագելու եւ Աստծուն ծառայելու հետ։ Այսքանը այսօր։ Ես մտածում եի ձայնագրեմ այս հարցերը, այս սցենարը, արդյոք մարդկանց սա կհետաքրքրի։ Ու ես որոշեցի, որ ինձ չպիտի անհանգստացնի, արդյոք մարդկանց կհետաքրքրի, այլ ինձ պիտի անհանգստացնի, ինչ է ասում Աստված։ Ու ես զգում եի, որ այո, պետք է կիսել, որպեսզի դրդենք մարդկանց, դրդենք ինքներս մեզ, մտածելու, խորհելու այս ամենի մասին, օգտագործելով հարցերը, որ մեզ առաջնորդի։ Ու ես խնդրում եմ, որ Սուրբ Հոգին ամեն մեկիս առաջնորդի այս հարցում, որպեսզի մենք ազատվենք կռապաշտությունից, որպեսզի մեր կյանքերում չլինեն կեղծ աստվածներ, այլ մենք ապրենք երկրպագելով ու ծառայելով Աստծուն, որն ինչպես ասեցինք, կյանքը ինքը երկրպագություն է, որ հետո երբ որ կանգնենք Աստծո առաջ, Աստված չասի, դու ուրիշ կեղծ աստվածների ես քո ամբողջ կյանքում երկրպագել ու ծառայել, անկախ նրանից հասկացել ես թե ոչ։ Վերցնենք այս հնարավորությունը, օգտվենք մեզ ընձեռնված աստվածային այս հնարավորությունից, ուղղվելու, շտկվելու եւ ապաշխարելու։ Հիսուսի անունով, ամեն։